Կենտրոնում աշտարակն է մոտ 2 մետր տեսանելի հատվածով, 3 կողմերում կարասներ, մեծ ու փոքր կոտրված կամ մասամբ պահպանված։ Շատ զգուշորեն հեռացնում ենք հողը, այս ամբողջ process-ը, պատկերացրեք վերևից իջնում ենք ներքև ու շերտ իջնելով, ամբողջ կարասը ուրեմն մեկ-օր բացում ենք հողը հեռացնելով։ Այստեղ ավարտվում են Արագածի լեռնագագաթներն ու սկսվում է Արարատյան դաշտը։ Տեղանքը քիչ ուսումնասիրված էր։ Հնագետները փորձել են գտնել մեգալիթյան կառույցներ։ Արբանյակային լուսանկարները հուշել են հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել բլուրն ու 2023-ից սկսել պեղումները։ Պեղավայրը Արմավիրի մարզի Խանջան գյուղին մոտակա տարածքում է, որից հարավ մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա Արմավիր մայրաքաղաքն է, նույնքան դեպի հարավ-արևմուտք Արաքսի եւ Ախուրյանի միախառնման վայրում Երվանդաշատ մայրաքաղաքը։ Այս հանգամանքը ենթադրել է Ծիսապաշտամունքային համալիրը պատկանել է Երվանդունիների դինաստիային։ Բլուրը ամբողջությամբ ծածկված էր վերգետնյա խեցեղենի բեկորներով։ Նկատելի էր նաև դարավանդները բլուրի, ինչը խոսում էր, որ բլուրը ամբողջությամբ մշակութացված է, ձև տված է։ Նախ ի հայտ է եկել ուղղանկյունաձև հիմքով մոնումենտալ շինությունը, ավելի ուշ բացվել է հնագիտական պատկերը, կարասներով, քարե ձեռնաղացներով, իսկ որ ամենակարևոր հուշումն է եղել հնագետների համար մոխրի շերտերով։ Հրդեհված շերտը ռադիոածխածնային հետազոտության են ենթարկել ու ստացել ժամանակագրական տվյալ։ Համալիրը պատկանում է մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ դարերին։ Այդ ժամանակաշրջանից հետո այստեղ կյանքը դադարել է գոյություն ունենալ, այլ առկա ժամանակագրական մեզ հուշող մնացորդներ, խեցեղեններ, որոնք որ պատկանում են այդ ժամանակաշրջանից վաղ ժամանակաշրջանում, հետ Ուրարտու կամ գուցե ուշ Ուրարտու, հետևաբար պետք է ասել, որ այստեղ մոտ 4 դար գոնե առույգ աշխույժ կյանք է տեղի ունեցել։ Մայիսի 1-ից վերսկսված ու ավարտական փուլում գտնվող գարնանային պեղման աշխատանքներից հետո բացվել է վերջին տեսարանը։ Նույնությամբ, ասես նոր է տեղի ունեցել ծիսական գործողությունը համալիրում։ Աշտարակի շուրջը ինչ-որ ծեսեր են արել հենց այդ կարասների միջոցով, կարասներից ուրեմն վերցվել են բազմաթիվ անալիզներ, որպեսզի մենք պատկերացնենք, թե հնաբուսաբանական ինչ պարունակություն ունեն այդ կարասները եւ կարասներից որոշների մեջ նույնիսկ պահպանվել են սպիտակ նստվածքներ, ինչը խոսում է, որ գուցե հեղուկ ինչ-որ մի բան եղել, գուցե եւ գինի է եղել։ Պատի ամենջապես հատվածից ստորին հայտնաբերվեց ֆալանգ, մատի հավանաբար երևի կենթանական վերևի հատվածը ֆալանգի, բայց մեկ հատ է հետաքրքրող բազմաթիվ ծնոտներ ունենք, որոնք էլի կենթանական հավանաբար գառան։ Ըստ արշավախմբի ղեկավարի մոխրաշերտը վկայում է ժամանակագրության ընդհատման մասին։ Պարզից պարզ է, որ կան շինարական մի քանի հորիզոններ, որտեղ որ աշտարակը մի քիչ ձևափոխվել է, մի քիչ վերականգնվել է, ամրակայվել է, հետո նոր է կորցրել իր նշանակությունը։ Մենք պետք է հասկանանք, թե դա երբ է տեղ ունեցել։ Գագաթից իջնող հատվածներում պահպանվել են շարվածքի աստիճանաձև հետքեր։ Նայեք, աստիճանաձևությունը երևում է, իհարկե տարերի ընթացքում խախտվել են քարերը, շարքերը, նույն կերպ նաև այս հատվածում տեսեք պահպանված աստիճանաձևությունը։ Հենց այս հատվածում բացվեց նաև քարեսալահատակ, ինչը խոսում է, որ գործ ունենք ինչ-որ մի սրահի հետ, ենթադրում ենք, որ սա եղել է Սյունազար դահլիճ։ Աշխատանքները շատ են, ռեսուրսները քիչ, հայտնում է պատմական միջավայրի պահպանության Արմավիրի մարզային ծառայության պետը, բայց հուշարձանների պահապանները հասցնում են երեկոները շրջել ու հսկել կարևոր նշանակության հնավայրերը, անհրաժեշտության դեպքում դիմում են իրավապահներին։ Դուք տեսաք ինչպիսի պայմաններում մեքենաները ման են գալիս, ճանապարհները վերևից սարքեն, գեղեցիկ բարդիներով ճանապարհ ուղի սարքենք, որպեսզի ցուցանակներ դրվի, զգուշացվի մարդկանց, որպեսզի սա պահպանվում է պետության կողմից, հանրությանը ակտիվացնենք, որպեսզի չթալանեն ստեղ, կարևոր կենտրոն է, որպեսզի նրանք սովորելով համաշխարհային բնույթ է կրում այդ գանձագողությունը եւ դրա դեմ պայքարը շատ դժվար է։ Ըստ ծառայության պետի ծրագրում են հետագայում այս ու նորահայտ այլ հնավայրերը ներառել Արմավիրի զբոսաշրջային ուղղությունների մեջ։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։